Ինչու մեր մոտ մրցույթները չեն կայանում, ինչու մեր քաղաքացիներ, ինչու մեր իրավաբանական անձինք չեն ցանկանում մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ես հարց կուղեմ նաև մեր այլ գործընկերներին, այդ թվում պետական վերահսկողական ծառայության ղեկավարին, որովհետև ըստ էության մենք հնարավորինս թափանցիկություն ենք փորձում ապահովենք։ Սա մի հարց, երկրորդ հարցը կապված է ավելի շատ էս եկել այդ բացարձակ թվերի հետ, կրկին կայքի հասանելիություն 100%։ Դա ոչ մի բան չի ասում ըստ էության, բայց մի հատ էլ տող ունեք, պաշտոնական կայք էջի եւ սոցիալական մեդիայում պաշտպանված էջերի այցելուների քանակ 1,680,000, բայց էլի չենք հասկանում, ինչքանն է ստեղից օրինակ Facebook-ը եւ այլ սոցիալական մեդիան, ինչքան այնս կայքը, որտեղ կայքը ըստ էության այն է, ինչի վրա բավականին գումար է ծախսում նախագահի աշխատակազմի նախագահի կայքը որպես այդպեսին բավականին արդյունավետ է, բայց կուզենայինք այս թվերը տեսնեինք, աճ տեսնեինք, քանի քաղաքացի է օգտվում, որտեղ ըստ էության նախագահի կայքը առաջ կայքն է, որից դու կարող ես տեղեկություն ստանաս առայն թե ինչ փաստաթուղթ է ընդունվել, ինչ փաստաթուղթ է նախագահը ստորագրել, որովհետև երկրի սուվերենի իրավունքներ, այսինքն ինքնիշխան իրավունքները վերապահված են նախագահին։ Սա այսպես է ընդհանուր առմամբ այս հարցը, խնդրեմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Պարոն Վարդանյան, տեսեք, ես կփորձեմ պատասխանել մեր մասով։ Մեկ անձից գնումների վերաբերյալ։ Բոլոր ապարատի պահպանման հետ առնչվող ծախսերը կատարվում են մրցույթներով, բայց կան նաև ծախսեր, որոնք ուղիղ բխում են Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակից եւ օրենսդրության պահանջներից, որ օրինակ ճանապարհի հետ կապված նկատի ունեմ, օրինակ, օդանավի հատուկ չվերթով օդանավի ծառայության ձեռքբերման ծախսը, դա մեկ անձից կատարվող գնում է։ Մեկ անձից կատարվող գնում են նաև էլեկտրոէներգիայի, կապի, կոմունալ եւ այլ ծառայությունների, այսինքն հանրային ծառայությունների բնագավառում գնումները։ Եվ ըստ էության մեր մեկ անձից կատարված գնումները ուղիղ պայմանավորված են օրենքի պահանջների այն մասով, որոնք որ գաղտնիության ընթացակարգեր են ենթադրում, եւ նաեւ այդ հանրային ծառայությունների բնագավառում ծառայությունների ձեռքբերման ծառայությունների վերաբերյալ գնումներով։ Մնացած մյուս մասերով գնումները հրապարակային մրցութային են։ Հիմա երկրորդ մասին ձեր հարցին պատասխանեմ, ինչի համար մրցույթ հայտարարվում է երկու անգամ մասնակից չի լինում։ Ինչպես ես նշեցի, խոսքը գնում է մի հատուկ սարքավորման մասին, դա firewall կոչվածն է ինտերնետ մատակարարման ցանցի վրա, որը ինչ որ ուղիղ մասնագիտական ինչ որ բան է, սարքավորում է, որի ըստ էության արկայությունը միշտ չէ որ ապահովված է հանրապետությունում եւ երկու անգամ մրցույթը հայտարարելով դա պաշտպանում է ուղղակի մեր բոլոր ցանցերը ցանկացած ոտնձգություններից եւ դրա վերաբերյալ հայտարարված մրցույթը չկայացվեց երկու անգամ միգուցե սարքավորման չլինելու եւ միգուցե ժամանակային մատակարարների կողմից հնարավորություն չունենալու մասնակցության երրորդ անգամ ինչի չարեցինք որովհետեւ համարեցինք ելի եմ կրկնում այն օրդորին, որ հնարավոր միջոցներ է պետք տնտեսել, մենք մտածեցինք, որ այդ սարքավորման ներդրումը հնարավոր է իրականացնել հետագա ժամանակահատվածում, մեր ուժերով փորձեցինք որոշակի ավելի հին սերնդի սարքավորման ապահովել այդ գործառնությունները։ Ստեղ ես տեխնիկական գիտություններից եւ IT ոլորտից շատ հեռու եմ, պարոն Պողոսյան, բայց firewall ծրագիրը, եթե չեմ սխալվում, նաեւ նախագահի կայքի կիբերանվտանգությունն է ապահովում եւ ըստ օրինակ իմ կարծիքով տնտեսումը այստեղ են դեպքն որ ասեք դրա համար մի անձից են գնել ավելի տրամաբանական կլներ քան ասել որ մրցույթ չեն կայացել եւ տնտեսել ենք որովհետեւ հատկապես ստեղծված իրավիճակում ամբողջ աշխարհում հաշվի առնելով կիբերհարձակումների վտանգը սա այն ծախսն է որը պետք է կատարվի բայց ընդհանուր առմամբ ես ձեր հետ համաձայն եմ, տեսեք, եւ ինքնաթիռի հետ կապված, եւ էլեկտրոէներգիայի հետ կապված, եւ այլն մենք գուցե մեթոդաբանության տեսանկյունից դրանք չպետք է դիտարկենք որպես մեկ անձից գնում։ Մեկ անձից գնում պետք է դիտարկենք հետեւյալ իրավիճակները, երբ դու ունես հնարավորություն հայտարարելու մրցույթ,
հայտարարում ես մրցույթ կամ չես հայտարարում մրցույթ եւ գնում ես ինչ որ մեկից, բայց երբ որ օրինակ եթե պետք է օգտագործվի նախագահական ինքնաթիռը կամ էլեկտրոէներգիա ես գնում կամ գազ ես գնում, ապա ըստ բնական մոնոպոլիաների հետ գործ ունես, դա պարզապես հնարավոր չի այլ եղանակով, այլ մրցույթով կամ ինչ որ հրաշքով մեկ այլ անձի ձեռք բերես այդ միջոցները։ Դրա համար մեթոդամանական տեսանկյունից հետագայի համար սա էլ է պետք տարբերակել, էլի։ Պարզ է, չէ՞ որ նախագահը պետք է գնա ինքնաթիռով եւ այդ ինքնաթիռը միակն է, այդ ինքնաթիռից պետք է մենք օգտվենք։ Բայց եթե օրինակ, չգիտեմ, մեկ անձից գնում է կատարվում այն պարագայում, երբ որ շատ է լավ կարելի էր կատարել մրցույթ եւ այդ մրցույթի շրջանակներում ունենալ հաղթող եւ ավելի գին, դա էլ տրամաբանությունը կորում է։ Ինչևէ, շնորհակալություն, պարոն Պողոսյան, ներկայացվածի համար կհավելեմ, Ժորժ ջան, մենք ինձ թվում է այդ պարգևավճար բառը, որը դարձել է հատկապես մամուլի համար, չգիտեմ, ինչ որ մի մեծ, ինչ որ քննարկման թեմա, ես ստիպված պետք է անդրադառնամ սրան, եւ պարոն Պողոսյան դեզ էլ պետք է ասեմ, որովհետեւ ըստ էության երկրի սուվերենը եւս այս տեղեկատվությունը պետք է ունենա։ Տեսեք, նախ պարգևավճարները այդքան մեծ թիվ չեն կազմում մեկ։ Երկրորդը, եթե մենք համեմատենք մինչև 2018-ը պաշտոնատար անձանց եկամուտների մեջ աշխատավարձի տոկոսը եւ այն թե ինչ է կազմում այսօր, ապա կտեսնենք, որ էական տարբերություն կա, որտեղ առնվազն ազգային ժողովի падգամավորների մոտ մինչև 2018 թվականը ճշով մեծամասնության պարագայում ազգային ժողովից ստացած աշխատավարձը հիմնական եկամուտը չէր, եկամուտների 10-15-20%-ներ կազմում։ Մենք սա պետք է հաշվի առնենք նաեւ եւ սա պետք է հանրությանը ներկայացնենք եւ թե պարգևավճար բառն է, որ մեր շփոթության մեջ է գցում, ըստ էության սա թափուր հաստիկների արկայության պարագայում կամ այլ տնտեսումների պարագայում աշխատավարձային ֆոնդի բաշխումն է աշխատակիցների միջև, որտեղ պարգևավճարը նշանակում է առանձին ինչ որ հավելյալ աշխատանքի համար ինչ որ մի անձին իր արժանինքներից ելնելով տրամադրված, պրեմիա, այսպես կոչված, կամ պարգևավճար։ Սա այն դեպքը չի։ Ժորժ ջան, մենք ես խնդրեմ, որպեսզի եւ մամուլը եւ մեր գործընկերները այսպես չընկալեն այդ պարգևավճար գաղափարը, որտեղ ինքը շատ հեռու է եւ խորհրդային ժամանակ գոյություն ունեցած պարգևավճար գաղափարից եւ կներեք ինձ մասնավոր սեկտորում այսօր կիրառվող այսպես կոչված բոնուսային համակարգից եւ բանկային համակարգի կամ այլ համակարգի մեր գործընկերները ստանում են բոնուսներ, որոնք շատ ավելի մեծ են, քան շատերի հնարավոր կամ ենթադրյալ պարգևավճարը պետական ծառայության մեջ։ Վերածեցի ելույթի, կներեք, խնդրեմ, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն, ես ուղղակի արձագանքեմ, խոսքը վերաբերում է մեր սարքավորումների եւ մեր կայքի պաշտպանվածությանը, բնավ firewall-ի բացակայությունը դա որևէ կերպ չի խաթարում մեր անվտանգությունը, մեր կայքը եւ մեր համակարգերը բազմաստիճան, բազմահամակարգ պաշտպանվածություն ունեն եւ ուզում եմ հավատացնել ձեզ, որ մեր պաշտպանվածության մակարդակը բավականաչափ բարձր է։ Ինչ վերաբերում է մեկ անձից գնումներին, այո, մեկ անձից գնումներ իմաստով, որ կատարվել են, մեր մոտ բացակայում են։